Դադարեցնել Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու Խաչատուր Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու կարճել քրեական գործի վարույթը։ Պաշտպանական կողմի միջնորդությունն է կրտսեր Բալասանյանի եւ մյուսների գործով։ Գործը քննվում է հակակոռուպցիոն դատարանում։ Խաչատուր Բալասանյանը մեղադրվում է Գյումրիի Սևբերդի հարակից հողատարածքներն ապօրինի ձեռք բերելու, իսկ գործով անցնող մյուս 4 անձինք այդ տարածքները կեղծիքներով օտարելու համար։ Բալասանյանը դատարան էր եկել ոստիկանների ուղեկցությամբ, նա տնային կալանքի տակ է։ Նրա պաշտպան Սերգեյ Մարաբյանը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը ներկայացնելիս նշեց, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումը պատշաճ չէ։ Ըստ նրա, դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու շրջանակում ուսումնասիրություն իրականացնելու եւ ստուգումներ կատարելու հանձնարարություն տալու լիազորություն չի ունեցել։ Պաշտպանցի դատախազը լիազորությունների ուսումնասիրություններ է իրականացրել եւ ենթադրաբար բացահայտել է դեր, որից հետո հանցագործության մասին հաղորդում է տվել եւ այլն։ Սա ավելի շատ բնորոշ է դատախազական հսկողություն հասկացությանը։ Ըստ պաշտպանի, եթե իրավասու մարմինը օրենքից դուրս իրականացրել է գործողություններ, դրանք համարվում են ոչ իրավաչափ։ Հետևաբար այս պայմաններում եւ հետապնդումը եւ գործի վարույթը ենթակա են կարճման։ Իսկ ձեռբերված ապացույցները պետք է ճանաչվեն անթույլատրելի։ Միջնորդության դեմ առարկեց հանրային մեղադրող Սաշիկ Ավետիսյանը։ Դատախազը օրենքով սահմանված կարգով իրացնելով սահմանադրության եւ իշալ օրենքով վերապահված բացառիկ իր այդ լիազորությունը հայտնաբերել է հանցանքի կատարման մասին վկայող փաստական տվյալներ, ինչի կապակցությամբ պետք է օրենքով սահմանված կարգով ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։ Անդրադառնալով պաշտպանի դիտարկմանը, որ օրենք ուսումնասիրություն կատարելու իրավասությամբ չի օժտել դատախազին, մեղադրողը նշեց, օրենսդիրը դատախազին վերապահել է հայց հարուցելու նպատակով համապատասխան մարմիններից անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր ստանալու լիազորություն։ Դատանը լսելով կողմերին որոշեց Բալասանյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը թողնել առանց քննության, քանի դեռ այս գործով չեն հետազոտվել գործում առկա ապացույցները։ Ըստ մեղադրանքի Սևբերդ ամրոց հուշարձանը սեփականության իրավունքով պատկանում է պաշտպանության նախարարությանը։ Այս գործով նախարարությունը ճանաչվել է տուժող։ Կրտսեր Բալասանյանի պաշտպան Մարաբյանը միջնորդեց դադարեցնել տուժողի կարգավիճակը։ Ըստ նրա, որևէ գերատեսչություն քրեական դատավարության օրենսգրքով չի կարող ունենալ տուժողի դատավարական կարգավիճակ։ Օրենքով պետության շահը ներկայացնում է դատախազը։ Ըստ նրա, որևէ գերատեսչության ղեկավար չի կարող որևէ անձի լիազորել պետության անունից հանդես գալ դատարանում։ Այս միջնորդության դեմ եւս առարկեց հանրային մեղադրողը։ Նշեց, խնդրո առարկա հողերը նախարարությանն է անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել։ Հետևաբար նախարարությունը հանդես է գալիս որպես պետության ներկայացուցիչ։ Դատանը պաշտպանի այս միջնորդությունը մերժեց, պաշտպանն էլ առարկեց դատանի գործողությունների դեմ դատանի որոշումն ապօրինի որակելով։ Դատանն անցավ հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցի քննարկմանը։ Հաջորդ նիստին մեղադրողը կներկայացնի հետազոտման ենթակա ապացույցների շրջանակը։ Այս գործից անջատված մասով մեղադրյալ է նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը Սևբերդին հարակից տարածքները կեղծիքներով օտարելու համար։ Նա հետախուզման մեջ է։ Տաթև Խաչատրյան, Էդգար Դավթյան, լուրեր։